Այս գիշեր Աթենքից Երևան ժամանեց հույն սիրված երգիչ Նիկոս Վերտիսը, ով բարի գալուստինի պատասխան ասաց. Շատ եմ ցավում, որ ձեզ այսքան արթուն եմ պահում։ Հայտնի երգիչը հունիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երրորդ անգամ կհանդիպի հայ հանդիսատեսին։ Տարիների ընթացքում նրա համերգները դարձել են հայ-հունական մշակութային կապերի խորհրդանիշ։ Երևանյան համերգից առաջ երգիչը նշեց, որ Հայաստանի հետ իր կապը վաղուց առանձնահատուկ է, իսկ յուրաքանչյուր վերադարձ հանդիսատեսի սիրո ու վստահության վկայություն։ Այո, շատ ուրախ եմ, որ մեզ կրկին հրավիրում են եւ ուրախ են մեզ այստեղ տեսնելու համար։ Դա իսկապես հիանալի զգացողություն է, որովհետեւ ամեն անգամ, երբ գալիս ենք այստեղ, փորձում ենք մարդկանց երաժշտություն եւ ուրախություն պարգևել։ Եվ երբ նորից հրավեր ենք ստանում վերադառնալու, նշանակում է մեր նպատակին հասել ենք։ Հայաստանում հույն երգչի համերգների կազմակերպիչը եւ միջոցառման գլխավոր հովանավոր Կարեն Առաքելյանը երկար տարիներ բնակվելով Հունաստանում Նիկոս Վերտիսի հետ ունի երկարամյա մտերմիկ հարաբերություններ։ Եղել ենք 2023 թվականին առաջ անգամ համալիրի փոքր դահլիճում, 25 թվականին արդեն մեծ դահլիճում ու հիմա էլի մեծ դահլիճում։ Հիմա մտքեր կան դեպի մարզեր ուղղի, որ մարզերում էլ հաճելի երկու ազգեր, որ իրար հետ ունեն լավ հարաբերություններ, թողնեն նաև մշակույթում։ Վերտիսը եւս համոզված է, որ հայ եւ հույն ժողովուրդներին միավորում են բազմաթիվ ընդհանրություններ, որոնցից ամենաակնառուն երաժշտությունն է։ Նրա խոսքով այդ նմանություններն են պատճառը, որ հայ հանդիսատեսը հաճախ երգում է իր հետ միասին։ Ամեն անգամ, երբ կատարում եմ իմ 3-4 հայտնի երգերը եւ լսում եմ, թե ինչպես է հանդիսատեսը միասին երգում կամ բղավում, դա ինձ անչափ ուրախացնում է։ Այդ զգացողությունը շատ հաճելի եւ շոյիչ է ինձ համար։ Թեև երգչի համերգային գրաֆիկը չափազանց հագեցած է եւ երևանյան ելույթից անմիջապես հետո նրան սպասում է հերթական համերգը Աթենքում, նա չի թաքցնում, որ սիրում է ժամանակ անցկացնել Հայաստանում։ Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, փորձում եմ 1 կամ 2 օր ավել մնալ, որպեսզի վայելեմ քաղաքը, վայելեմ Երևանը, որովհետև այն շատ գեղեցիկ է։ Բացի այդ, կազմակերպիչներն իսկապես հրաշալի աշխատանք են կատարում։ Նրանք միշտ մեզ տանում են գեղեցիկ վայրեր եւ դա մեզ համար հաճելի է։ Եվ այսպես 26:06:26-ին ժամը 20-ին մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու Վերտիսի ամենահայտնի ստեղծագործությունները եւ դառնալու այն յուրահատուկ մթնոլորտի մասնակիցը, որի մասին արտիստը խոսում է ամեն անգամ Հայաստան այցելելիս։ Շնորհակալություն, որ ինձ հրավիրեցիք այստեղ։ Շնորհակալություն, որ այս երեկո այստեղ եք։ Կհանդիպենք ուրբաթ։ Να μη με προδώσεις, θέλω να σ' ακούω να μου λες. Տիգրան Հակոբյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։